Փառք Մեջդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Այս եթերս ամբողջությամբ նվիրելու եմ Ռուսաստանին չվստահելու, թշնամի համարելու, հավասար Թուրքիայի չափ թշնամի համարելու հանգամանքին։ Իմ տեսակետը բացառապես իմ տեսակետն է։ Եվ ես կուզենայի, որ հայ հանրությունը վերջիվերջո հաշիվ տա, պատմությունը միշտ կրկնվում է, այս դառը օրերը, այս արդեն Ռուսաստանի գալուց արդեն 1724 թվից արդեն 302 տարի է ռուսի սապոգը մեր երկրում է։ Մենք այս դառը օրերը ապրել ենք ու նորից շարունակում ենք ապրել համարելով, որ դա նորմալ է։ Իսկ դա նորմալ չէ։ Երբ որ Պետրոս առաջինին դիմեցին, որ քրիստոնյա պետություն ենք, այս իսլամական աշխարհի մեջ չենք դիմանում, հասեք, փրկեք, Պետրոս առաջին ասեց հա ու հասկացավ տարածաշրջանը ինչ վիճակ է, ու թուրքերի հետ խնդիրներ ուներ, չէ՞։ Արդ գնաց թուրքերի հետ պայմանավորվեց, թե Հայաստանը ոնց իրար մեջ անեն, կամ Թուրքիային ոնց զսպի Հայաստանի միջոցով։ Ու դա մինչև օրս արվում է։ Ասենք դա պատմական փաստ է, որից մեկը չի կարող չէ դա հերքել։ Առաջին համաշխարհային տարիներին, ասենք կայսրական Ռուսաստանը Թուրքիայի թշնամին էր։ Լենինի հեղափոխությունից հետո 1 տարի հետո, 2 տարի հետո հանկարծ այդ նույն Թուրքիան դարձավ, այսինքն իբր քեմալիստների հեղափոխությունները դարձան ախպերներ։ Ասենք ով չգիտի այդ ոսկին, փողը, զենքը, որ Լենինը հատկացրեց թուրքերին։ Ասենք ով չգիտի, որ երբ որ ազգերի լիգան Հայաստանը անկախ հռչակեց, սահմաններ գծեց, Լենինն ու Աթաթուրքն եկան այդ ամեն ինչը չեղարկեցին։ Հիմա ասենք, որ թուրքերին, ասենք, կապիտուլյացիայի ենթարկվի, չէ՞, այնտեղ հույների դեմն առան ռուսները, այստեղ Սարդարապետից հետո մեր դեմն առան։ Սրանք փաստեր են, չէ՞։ Այդ ռուսը, ասենք, չէր կարող թողել Վիլսոնյան Հայաստանին տեր կանգներ, ինքը ասել ախպեր, ես քո հետ ախպերություն եմ անում։ Ազգերի լիգան ճանաչել է, ես էլ եմ ճանաչում, բայց իմ հետ ախպերություն արա։ Ես տեր եմ այդ սահմաններին։ Դու ինչի մենակ այդ սահմաններին։ Դու Կիլիկիային էլ եմ տել։ Բերեք սովետ ենք սարքում։ Մի ամբողջ 400,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածք, ասենք սովետ սարքեր, օրինակ։ Ես դրան էլ եմ դեմ։ Ես անկախ Հայաստան եմ ուզում։ Բայց թող աներ էլի։ Ինչու կապիտուլյացիայի ենթարկված Թուրքիան, որ անգամ սուլթանը Հայաստանի անկախությունը ճանաչել էր, անգամ գնդակահարություն էր դատարանները թուրքական նշանակել այդ իրանց Քեմալ, Ջեմալ, չգիտեմ, Թալյատ, Մալյատ ցեղասպանություն կազմակերպվածներին մահապատժի են ենթարկել, այսինքն վճիռ էին կայացրել։ Մահապատիժը մերոնք հայ վրիժառուները կայացրեցին, որովհետև դրանց հնարավորություն տվեցին երկիրը լքելու։ Հիմա ինչ կլներ, ասենք, այդ թուրքերի փոխարեն հայերին աջակցեին, էլի։ Օրինակ ռուսները։ Էլի սովետ սարքեն, ինչը միջերկրական ծով է, եկել են Սևծովի մոտ, չէ, կանգնել են։ Այդ Ղրիմի խնդիրը, որ այսօր արդեն հասկացել են, որ Ղրիմ անգամ չեն կարող պահել ռուսները։ Կգնայինք հասնեինք Կիլիկիա եւ միջերկրական ծովում խորհրդային միությունը մի երկու անգամ ասել եմ նավատորմ կունենար։ Ինչ աչքները դուրս կգար։ Չարեցին, արեցին թուրքերի համար։ Ես ոնց սրա վրա աչք փակեմ։ Այն Հայաստանն էլ որ կուլ տվեցին, կիսեցին Աթաթուրքի հետ 90-ից ավել նամակ ունի Լենինը։ Եվ դա դժվար չէ, մտեք համացանց կարդացեք։ Հատուկ ես ասում եմ ռուսավախների համար, ես չեմ ասում, դուք ռուսասեր չեք, դուք ռուսավախ եք։ Ռուս սիրելու բան չի, որ ռուսին սիրեն, ռուսին ոչ մեկ չի սիրում։ Սլավոնական ոչ մի ժողովուրդ ռուսին չի սիրում։ Սլավոնները ռուսի դեմ պատժամիջոցներ են սահմանում արևմուտքի հետ։ Ուկրաինան էլ պատերազմում է։ Ռուսավախ հայեր, ասեք մի դեպք, որ Ռուսաստանը մեզ, ասենք, իսկապես աջակցել է։ Ուղղակի ինքը լավ է հասկացել թուրքը ինչ կենդանի է, որոշել է մի փոքր կդոր Հայաստանանման մի բան խորհրդային ձեռքի տակ ունենա, որ ասենք այդ թուրքերը երբ որ իրենց չափն անցնեն, դրանով զսպի։
այդ խորհրդային Հայաստանը, որ թողել են, այդ որ այն Հայաստանը, որ արևելյան են կոչում, որը արևելյան է նաև Կարսը, Արարատ լեռը, Սուրմալուի նահանգը արևելյան Հայաստան է եղել։ Հիմա էլ արել արևմտյան։ Այդ հատվածներն էլ անգամ, որ իբր Թուրքիայի հետ կիսեցին, դե Արարատը բանը Բաթումի հետ փոխանցեց Ստալինը, ներսում էլ Արցախ, Նախիջևան, կա հայ, որ այս պատմության մասին չգիտի։ Չկա, բոլորն էլ գիտեն։ Բայց կան չէ վիժվածներ կանգնում են ասեն Արցախը երբեք Հայաստան չի եղել։ Բա ինչ է եղել։ Հլա որ Ադրբեջան չկար, այդ Արցախը կար հո։ Բա ինչ էր կոչվում այդ Արցախը։ Ասենք ինչի է, ասենք Իոքուտ Իլհամի ջերմ արդայություններ անում։ Ինչի համար։ Այդ նույն Ռուսաստանն էր, որ Հայաստանին փոքրացնում էր խորհրդային միության կազմում, անգամ եթե Նժդեհ Սյունիքը չվերցներ, դա էլ էր մնալու թուրքերին։ Եվ այնտեղ հարց է արդեն Հայաստանը կդառնար խորհրդային միության մաս, թե կդառնար, ասենք Վրաստանի, ասենք Արցախը, ինչպես Արցախն էր ավտոնոմիա Ադրբեջանում, կարող է այս փոքր կդորներ, այս Երևանի հատվածներ դարձնեն Վրաստանին ապան, ասենք ինքնավար հանրապետություն կազմում, չէր բացառվում, եթե Նժդեհը եւ Փետրվարյան ապստամբությունը տեղի չունենային։ Սա արվել է ռուսների դեմ, չէ՞։ Այդ Փետրվարյան ապստամբությունը ռուսների դեմ էր արվում, որովհետեւ արդեն խորհրդային բարգերը հաստատվել են Հայաստանում։ Լավ, ո՞նց եղավ, որ ասենք մենք Սարդարապատ, Բաշկարաբարան, Ղարաքիլիսական դարերով կռվելով եկել ենք, որ անկախ լինենք, ասենք մեզ այդ անկախությունը խորհրդային տարիներին չտրվեց, որովհետեւ դարձանք բան։ Բայց խորհրդային միությունը իր ներսում 5-6 թուրքալեզու պետություն ստեղծեց, որոնք ոչ մի պատերազմ, ոչ անկախության համար կռիվ չեն տվել, Սարդարապատ չեն արել։ Ասենք, ինչի է ստեղծել Ղազախստան, համարյա Ամերիկայի չափ պետություն է, այդ Ուզբեկստան, հա, էլ իշկա Տաջիկստան, Ղրղզստան, հա, Թուրքմենստան, Ադրբեջան, ինքն է չէ հոծնել, հսկա չափերով, բայց Հայաստանին նորից փոքրացրել, եւ այդ պետությունները սովետի քանդվելուց հետո դարձել են անկախ, եւ Թուրանի ծրագիրը այդ պետությունները մեծ նպաստ են բերում, այսօր որ Թուրքիան ասում է արդեն այդ Ֆիդանի գնալուց հետո, այդ որ գնացին Պուտինի հետ պայմանավորվեցին, շուտով կիմանանք ինչ են պայմանավորվել, բայց ես հաստատ հասկանում եմ ինչ են պայմանավորվել, չեմ լսել, բայց պատկերացնում եմ։ Այդ միջինասիական այդ թուրքալեզու պետությունները, որ սովետը չծներ, ռուսը չծներ, այսօր թուրքերը ո՞նց են Թուրան ձգտելու։ Ո՞նց են գնալու Թուրան։ Հասկանում եք, որքան է աջակցել ռուսը Թուրքին։ Եվ այդ մարդիկ այսօր հայտարարում են, հենց այսօր հայտարարեցին, որ այս մի Հայաստանն է խանգարում Թուրանի ծրագրին։ Եվ այդ թրիպը, որ Ադրբեջանում դες ոգևորված ասում են, պետք է դնեն իրենց մեծ առաջնորդ, այդ Հեյդարի Լակոտին նկատի ունեն մեծ առաջնորդ, էլի, ասում են Իլհամ Ալիևի անունով պետք է կոչենք Զանգեզուրի Միջանցք Իլհամի անունով։ Թուրքերն արդեն Թուրանի ճամփային անվանում։ Այդ կհարթ բան կարող եք ինձ բացատրել, այդ ախորժակը որտեղից իրենց։ Այդ ախորժակը Ռուսաստանի թուլանալն է, Ռուսաստանի հետ պայմանավորվելն է եւ Նիկոլի գոյությունը։ Եթե Նիկոլ չլներ ուրիշ մեկն լիներ, բայց ոչ ռուսահապատակ, ազգային մարդ, թուրքերը չէին կարող այդպես արդարություն անել, որովհետեւ այդ իշխանությունը միջազգային, ասենք, հարթակներում բարձրաձայն էր, կասեր աչք ունեն մեր վրա, մեր տարածքի վրա, Թուրան են պատկերացնում։ Իհարկե նորմալ դաշնակիցներ պետք է ձեռք բերենք, ոչ թե ռուսի պես տեր, մեզ տեր պետք չի, մեզ դաշնակից է պետք։ Եթե դու տեր ես փնտրում, տերը քեզ երբ ուզի կարող է օգտագործել։ Տերը իրավունք ունի, որ ամեն առիթով թուրքերի հետ եթե հարցեր ունի լուծելու, քո երիտասարդներին տանի պատերազմ սարքի, կոդորի, փշտի, թափի, վառի, մորթի, հետո ասի ես քեզ փրկեցի։ Չէ, Արցախը հանձնեցինք, ասում է Հայաստանը պահեցինք։ Այն 5000-ն էլ հանուն մեր այս Հայաստանի են զոհվել։
Վաղ է ձև Սյունիքը կհանձնեն, կասեն էս փրկեցինք։ Հետո եմ մյուսը կհանձնեն երիտասարդներին ջարդելով, որովհետև դուք տեր եք փնտրում, ոչ դաշնակից։ Հիմա ասենք Ադրբեջանում, որ ասենք հստակ խոսում են, էլի, այդ Արևմտյան Ադրբեջանի մասին 300 միջոցառումներ են անում պետական հովանավորության տակ պետական մասշտաբով։ Ասենք լավ չեք տեսնում։ Ու ասենք այդ խոսակցությունը Արևմտյան Ադրբեջանը 23 թվականից հետո է եղել։ Այդ նույն հանցագործ Քոչարյանի օրոք այդ Արևմտյան Ադրբեջան տես չի եղել։ Լավ ո՞նց եղավ որ Նիկոլի օրոք այդ թեզը առաջ եկավ։ Ասենք դա լավ է թե վատ է։ Վատ է, չէ՞ որ կա Արևմտյան Ադրբեջան թեզ։ Այսինքն այս մեր եղածն էլ համարում են Ադրբեջան։ Լավ ինչի արդյունքում առաջացավ։ Նիկոլի գոյության։ Լավ, բա ո՞նց է որ Հայաստանը ռուսական տարածք էր, բայց թուրքերն արդեն Թուրան են համարում։ Ոնց կարող են ռուսի տարածքները Պուտինին պետք է հաշվետվություն տան, չէ՞։ Եթե մի բան համարում են Թուրան, թուրքերը իրենցն են համարում։ Այսինքն եթե մի բան ռուսական ազդեցության գոտի է, Հայաստանը դեռ ռուսական ազդեցության հապկի անդամ ենք մենք։ Նիկոլն ինչքան ինչ ուզում է ասի։ Եթե ինքը ռուսական ազդեցության գոտին հայտարարում է Թուրան, ուրեմն Ռուսիա պայմանավորվել է։ Չի կարող ուրիշ ձև լինի։ Ռուսը այն պետությունն է, որ կործանված Թուրքիային կյանք է տվել։ Կյանք տվեց։ Կարող է մինչև այսօր, եթե բոլշևիկները, եթե չոքնեին Քեմալին, հույները այնտեղ առաջ գային, մենք մեր առաջին հանրապետությունը ոտի կանգնեցնեինք, Ֆրանսիան էլ այն ժամանակ եթե տեսներ Հայաստանի հանրապետությունը, կա Կիլիկյան Հայաստանին կմիացներ։ Ու մենք կլինենք էլի այդ ծովիսով Հայաստանը, բայց ռուսը թույլ չտվեց։ Ուժեղացրեց Թուրքիային։ Սա հատուկ ուզում եմ ասեմ եւ ռուսավախների եւ թուրքավախների։ Հիմի Ռուսաստանը եթե իր տարածքի վրա մեկը առաջ, այս մինչև այս Ուկրաինայի պատերազմը, ինչ-որ մի այդպես հայտարարություն աներ, Պուտինի հետ գործ կունենար։ Հասկանում եք։ Եթե Հայաստանը ինչ-որ մեկը համարեր իր տարածքը, ով ուզում է լինի Ռուսաստանը ոնց թե Այդ հիմն է, բայց Ռուսաստանը էլ ցեն չի անում, որովհետև ինքը չի կարող պահել, հասկանում է, եւ իրեն ձեռնտու է, որ իր աղբեր թուրքը դեղ նայի, որովհետև եթե Ամերիկան մտավ, դուրս չի գալու տեղից, իրեն ձեռ չի տալի, եւ ասեն Պուտինը մի առիթով չթաքցրեց, չէ, ասեց, որ այդ ոսկե հորդան, այդ թուրք-թաթարական իրենց 300 տարվա կայսրությունը, դա ասեց, դա մեր կայսրությունն է, եղել տարբերություն ով է իշխել, իսկ իրանց համար տարբերություն չկա, ռուս թե թուրք Եվ Թուրանը ինքը կհամաձայնվի, որովհետև Չինաստանը, որ մտնում է Միջին Ասիա, այդ Թուրանի տարածքներն էլ է իրենով է անելու։ Հիմա կարող է Ռուսաստանը նույնիսկ բան անի, ասի հրավիրի թուրքերին այնտեղ, թե քանի որ իր համար ոսկե հորդան նույն թուրքական կայսրությունն է, իրան ձեռքը դա որ թուրքերը գան Միջին Ասիա, Չինաստանին ինքը չի կարողանալու հակազդելու Չինաստանին։ Չի բացառում Ֆիդանի հետ ինչ-որ հարցեր արդեն պայմանավորված լինեն։ Այսօր Նիկոլը ասենց արխային հայտարարում է ինքը վարչապետի առաստիվ հաշ, ասենք այդ կենտրոնական դրական հանձնաժողովն ինչի համար է, որ հələ այդ մարդը թիվը չի հաշվել, մի ժամ, 2 ժամ է անցել, այդ հանձնաժողովը պետք է հայտարարի, չէ՞, որ դու հետո դա հիմք վերցնես, քեզ վարչապետ հայտարարես։ Կենտրոնական դրական հանձնաժողովը թվերի մեջ է հələ։ Հետն էլ կեսն էլ չի անցել է։ 10-15% հաշված։ Դու քեզ վարչապետ ես հրճակում, բայց այդ կենտրոնական դրական հանձնաժողովը ինչի համար է սպահում։ Էմի պահի։ Բայց թիմնարկը մինչև չհաշվի տվել, դու ո՞նց ես քեզ վարչապետ հրճակում։ Որովհետև այն երկու տերերը ասել են դու ազատ ես, դու հեմիկ բանից այդ որ հաշվեն տենան դու վարչապետ էլ չես, սարքելու են քեզ վարչապետ։ Դու քեզ հայտարարի վարչապետ։ Որովհետև ինքը ձեռ է տալիս եւ թուրքերին եւ ռուսներին։ Ես էլի եմ ասում, Ռուսաստանը որ չթուլանար, չէր թողի Հայաստանը, գնար Թուրքիա դառնար, որովհետև այդ Հայաստանով ինքը կարգավորում էր Թուրքիայի հետ հարաբերությունները։ Մեր արյամբ իբր մեզ լավություն է անում, իբր մեզ պերգում է, բայց իրականում ինքը մեր արունը թափելով Թուրքերի հետ անդադ թեմաներ սարքելով
իր հարցերը լուծում էր թուրքերի հետ։ Եվ շատերը դա լավություն էին պատկերացնում, իբր Ռուսաստանը մեզ պահում է։ Այս վիճակին ենք մենք։ Էլի եմ ասում, իմ պատկերացումների մեջ չի մտնում է, որ ասենք ռուսահպատակ Տաշիր Սամոն կամ Քոչարյան Ռոբերտը կամ Ծառուկյան Գագիկը կամ Սերժիկ Սարգսյանը կամ Լևոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, ով էր մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իրենք կարող են Ռուսաստանի կամքին հակառակ ինչ-որ բան անել։ Իսկ Ռուսաստանը համաձայն ինքս კი Ղրիմ չի կարողանալ պահել։ Համի որ Թուրքիան ասեն Ղրիմը ես կամ վերցնեմ Ուկրաինայից, կասի հա։ Այնքանի չմնա Ուկրաինայի, որ Ուկրաինայից էլ ասենք դե արդեն ով գիտի ՆԱՏՕ, Եվրամիություն եւ վերջ։ Ոչ Թուրքին, ոչ Ռուսին կդառնա։ Բայց Ռուսին ձեռք է տալ։ Ինչ լինի, այսօր ինքը թուլանում է, ավելի լավ է Թուրքիան ամենտեղ գան նստեն, վերցնեն, որ հետո թուրքերի հետ հարցեր կա, ախպերն է իրա է։ Եվ չի բացառում, որ արդեն պայմանավորվել են, որ այս օրինակ Հայաստանի հարցում վերջնական, որ վերջ ամբողջությամբ ձերն է։ Ու այդ Տաշիր Սամոներին, բաներին հրահանգի ճցրած լինեն, որ խաղը անենց տարեք, որ հանգարց Նիկոլի ձեռքից Հայաստանը չանցնի ուրիշի կառավարման, մինչև թուրքերը ամբողջությամբ տիրություն անեն։ Էս է գնում, ես դրա համար չեմ վստահում ռուսահպատակ ուժերին, որտեղ Ռուսաստանի տեղը այնքան նեղ է, որ ինքը անձամբ է Հայաստանը Թուրքիային հանձնում։ Իսկ հանձնելն անժամը իր քաղաքական այդ մեքենայի, հա, Քոչարյանների, Տաշիր Սամոնների, Ծառուկյանների, Տեր-Պետրոսյանների, Սերժիկ Սարգսյանների միջոցով է ինքը հանձնելու։ Հոյին միջոցով չի հանձնելու։ Էս է իմ որ չեմ վստահում։ Հասկանում եք, իրենք են Հայաստանը տանում դեպի թուրքացման։ Դրա համար ասենք, որ ասեմ, պետք է պայքարենք ցանկացած մարդու հետ Հայաստանի թուրքացման դեմ, ռուսահպատակ ուժերը Պուտինի հրահանգով Հայաստանը տանելու են Թուրքիա։ Պուտինն է դենց ուզում, ճարահատյալ է ուզում։ Ես դրա համար չեմ վստահում։ Դրա համար եմ ասում, ազատեք բանտերից Սասնա ծռերին։ Դրա համար։ Խոհեմ եղեք։